Բարև ձեզ, այսօր հյուրընկալել ենք Եվրախորհրդարանի падգամավորներ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահներ Անջեյ Հալիցկին եւ Ֆրանսուଆ Քսավիե Բելամիին։ Զրուցելու ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների, վիզաների ազատականացման, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Բարև ձեզ, պարոն Հալիցկի, պարոն Բելամի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շատ հաճելի է, բարև ձեզ։ Երևանը հայտարարում է, որ պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Անցած տարի ընդունվել է Միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Այսպիսով, ինչպես եք գնահատում ԵՄ-Հայաստան ներկայիս գործակցության մակարդակը եւ որքանով է Միությունը պատրաստ ավելի խորացնել եւ ընդլայնել մեր երկրի հետ հարաբերությունները։ Mr. Bellamy? Well, first of all, it's a great honor for us to be here. Նախ եւ առաջ մեզ համար մեծ պատիվ է լինել այստեղ հիմա Հայաստանի համար այս վճռորոշ պահին։ Շնորհակալ ենք հայ ժողովրդին, որ ցանկանում եք ավելի ամուր հիմքերի վրա գործակցել Եվրոպայի հետ։ Մենք ներկայացնում ենք Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը։ Նախկինում էլ բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները Հայաստանի անվտանգության, հայ ժողովրդի պաշտպանության հետ կապված։ Ջանքեր ենք գործադրել կանխելու Հայաստանի դեմ հետագա բռնությունները, մասնավորապես եվրոպական դիտորդական առաքելության շրջանակում։ Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանին վերջին այցից հետո այժմ սահմանին կռիվներ չկան։ Կարծում եմ, մեր հետագա համատեղ աշխատանքի հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ Եվրոպան խաղաղության նախագիծ է, Եվրոպան կառուցվել է հանուն խաղաղության։ Եվ կարծում եմ, որ Եվրոպան պետք է ամրապնդի իր դերը Հայաստանում, աջակցելու ձեր երկրի խաղաղությանը եւ անվտանգությանը։ Մեզ համար մեծ պատիվ է, որ հայ ժողովուրդը պատրաստակամություն է ցուցաբերում ներգրավվելու այս գործընթացին։ Thank you, Mr. Halitzky. Exactly, this is very important issue because Հիրավի, սա շատ կարևոր հարց է, քանի որ Եվրամիությունը խաղաղության նախագիծ է, որի նպատակն է նպաստել ավելի բարեկեցիկ կյանքին, ամրապնդել եւ պաշտպանել անվտանգությունը։ 80-ականներին ես հակակոմունիստական ուսանողական ասոցիացիայի անդամ եմ եղել, ու նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այսօր կլինեմ մեր ընդհանուր Եվրոպայի մի մասը։ Այսպիսով սա մեծ հնարավորություն է, բայց այս հնարավորությունն օգտագործելու եւ երազանքները կյանքի կոչելու համար հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի։ Մենք հաստատում ենք, որ բաց ենք համագործակցության համար։ Սա ռազմավարական ընտրություն է, նաև հնարավորություն ապրելու ավելի լավ եւ խաղաղ պայմաններում։ Սա այն է, ինչ մենք առաջարկում ենք։ Երկկողմորակարգի կարևոր մյուս հարցը վիզաների ազատականացումն է։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ 2025 թվականին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Հայաստան ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Ինչպես եք գնահատում այս ուղղությամբ Հայաստանի առաջընթացը եւ մոտ ապագայում վիզաների ազատականացման հեռանկարը։ the comprehensive partnership agreement, this is the first step. Համապարփակ գործընկերության համաձայնագիրն առաջին քայլն է ազատ առևտրի եւ վիզաների ազատականացման մասին համաձայնագրերի ճանապարհին։ Սա այն ուղին է, այն նպատակը, որը կարծում եմ հասանելի է։ Այն պետք է իրականացվի քայլ առ քայլ, հիմնված ընդհանուր չափանիշների ներքին բարեփոխումների վրա։ Անչափ ուրախ ենք, որ Հայաստանում մեր գործընկերների իդեմս վարչապետ Փաշինյանի կառավարության հետ նույն տեսլականն ունենք քննարկվող հարցերի շուրջ։ Շատ կարևոր են թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Պարոն Փաշինյանը նախկինում էլ պայքարի առաջնորդ է եղել, ուստի նա շատ լավ գիտե ինչի մասին է խոսքը։ Բարեփոխումների կատարելագործումը լուրջ քայլ է հասնելու այս նպատակներին։ Նպատակներ, որոնք շատ կարևոր են սովորական քաղաքացիների համար։ Ազատ տեղաշարժը առանց որևէ խոչընդոտի Եվրոպայում ճանապարհորդելը հեղափոխական երևույթ է։ Without any barriers. Well, we know how decisive this question is. I'm coming from Գիտենք, թե որքան կարևոր է այս հարցը։ Ես Ֆրանսիայից եմ եւ մենք բախտավոր ենք, որ Ֆրանսիայում ունենք շատ ուժեղ հայ համայնք։ Հաճախ եմ խոսում մեր ընկերների հետ վիզայի ազատականացման անհրաժեշտության մասին։ Դա կարևոր է, որպեսզի ընտանիքները վերամիավորվեն, մարդիկ կարողանան ճանապարհորդել եւ իհարկե, որ տնտեսությունը զարգանա։ Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ առաջին անգամ եկա այստեղ, Եվրամիության եւ Հայաստանի միջև հարաբերություններում հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ Հայաստանը ավիացիայի ոլորտում որոշ խնդիրների պատճառով սև ցուցակում էր, եւ դա խանգարում էր ընկերությունների զարգացմանը։ Եթե դու ձեռնարկատեր ես Հայաստանում եւ ցանկանում ես արտահանել դեպի Եվրոպա, ապա իհարկե տեղաշարժի ավելի մեծ ազատություն պետք է ունենաս։ Եվ մենք լուծեցինք այդ խնդիրը։ Հիմա պետք է հաջորդ քայլը անենք։ Վիզայի ազատականացումը որոշիչ նշանակություն ունի։ Մեծ ակնկալիքներ ունենք, որ դա իրականություն կդառնա։ Կարծում եմ, երբ խոսում ենք Հայաստան-Եվրամիություն կապերի ամրապնդման մասին, պետք է մտքում ունենանք շատ հստակ
հստակ նպատակներ, որոնց կյանքի կոչումը կծառայի մարդկանց բարեկեցությանը։ Այժմ Եվրոպայում ընդլայնման վերաբերյալ մեծ դիսկուրս կա։ Եվրամիությանն անդամակցությունը գուցե այնքան էլ հեշտ չէ, բայց այդ ճանապարհին կարող ենք աշխատանքներ իրականացնել տարբեր ոլորտներում, որոնք կարող են հեշտացնել հայ ժողովրդի կյանքը եւ բարելավել Հայաստան-Եվրամիություն կապը։ François Xavier said that in France Ֆրանսուଆ Քսավիեն ասաց, որ Ֆրանսիայում հայկական մեծ համայնք կա, Լեհաստանում էլ հայ համայնք կա եւ շատ լավ հարաբերություններ ունենք։ Գնահատում ենք հայկական ինքնությունը, նաեւ պետք է ասեմ, որ Լեհական հանրային հեռուստատեսությունը հատուկ ծրագիր է մեկնարկել Հայաստան News, հենց հայերենով։ Այն հասանելի է եւ Սփյուռքի եւ Հայաստանի քաղաքացիների համար։ Oh, I see. And in May, the first ever EU-Armenia Մայիսին Երևանում կկայանա Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Ինչ է սա նշանակում մեր երկրի համար եւ որքանով է կարեւոր երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Our bilateral relations with EU. Mr. Bellamy. Well, it's a decisive moment which shows Սա որոշիչ պահ է, այն ցույց է տալիս, որ Հայաստանը ինչ որ իմաստով գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Անցյալում գուցե այդպես չէր թվում։ Ինձ մտահոգում էր, որ Եվրոպան բավարար ուշադրություն չէր դարձնում այն ամենին, ինչ տեղի էր ունենում տարածաշրջանում, չէր բարձրացնում եվրոպական ինստիտուտների իրազեկվածությունը այն ողբերգությունների մասին, որոնց միջով Հայաստանը ստիպված էր անցնել։ Բայց հիմա տպավորիչ փոփոխություններ են իրականացվել։ Տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է եվրոպական օրակարգի կենտրոնում, դա են փաստում նաև ձեր նշած միջոցառումները։ Կարծում եմ սա պետք է շարունակական բնույթ կրի, նաև կարևոր լծակ դառնա աշխատելու այն հիմնարար խնդիրների վրա, որոնք մտահոգում են հայ ժողովրդին։ It's very important and historical moment, I think. Կարծում եմ մայիսի 5-ը շատ կարևոր եւ պատմական պահ է։ Եվրոպացի առաջնորդները կհավաքվեն Երևանում։ Ինչու է դա կարևոր։ Որովհետեւ մենք ապրում ենք անկանխատեսելի աշխարհում եւ մեր գործընկերությունը շատ կարևոր է տնտեսական զարգացման, անվտանգության տեսանկյունից։ Տեսանք, ինչպես նույնիսկ Պարսից ծոցի շատ հարուստ երկրներ ունենալով ամեն ինչ բախվեցին անվտանգային խնդիրների։ Այնպես որ շատ կարևոր է համատեղ ուժերով կյանքի կոչել բոլոր բարեփոխումները, միասնական լինել տնտեսության, անվտանգության ոլորտներում։ Այս ամենը հրամայական է խաղաղության հասնելու ճանապարհին։ Thank you. And parliamentary elections. Ամռանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Եվրախորհրդարանը նախատեսում է դիտորդական առաքելություն ուղարկել հետևելու քվեարկության ընթացքին։ Նաև նշենք, որ այս համատեքստում փորձագետներն ահազանգում են հիբրիդային հարձակումների մասին։ ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ ապրիլի սկզբին արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան այս մարտահրավերներին հակազդելուն օգնելու համար։ Երբ հրավերն ուղարկվի, իհարկե պատրաստ կլինենք գալ դիտորդական առաքելությամբ։ Եվրոպական խորհրդարանը հաճախ է նման առաքելություններ իրականացնում ընտրությունների ընթացքում, ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ձևաչափերով։ ԵԱՀԿ-ն էլ շատ փորձառու առաքելություն ունի, սակայն թույլ տվեք ընդգծել, որ այժմ շատ կարևոր պահ է ռազմավարական որոշում կայացնելու համար, թե ինչպես է զարգանալու Հայաստանն ապագայում։ Ընտրությունների ընթացքին հետևելուց բացի հարկավոր է նաև պայքարել ապատեղեկատվության, համացանցում վխտող ֆեյքերի դեմ։ Հարկավոր է գործակցել այն երկրների հետ, որոնք ապատեղեկատվության դեմ պայքարելու հաջողված փորձ ունեն, օրինակ Մոլդովան։ Yes, thank you. And Mr. Bellamy? Well, I would say we have something in common with Մենք Հայաստանի հետ շատ ընդհանրություններ ունենք, ժողովրդավար երկրներ ենք եւ պետք է գնահատենք այդ փաստը։ Հայաստանը առանձնահատուկ ժողովրդավարության օրինակ է ամբողջ տարածաշրջանում։ Մենք երբեք չենք փորձի միջամտել հայ ժողովրդի իրավունքին, ընտրելու իր ճակատագիրը։ Մենք պարզապես ցանկանում ենք լինել ընկերներ, լինել հայ ժողովրդի կողքին եւ գուցե ներկայացնել մեր փորձը, քաղած դասերը։ Ցանկացած ժողովրդավար երկիր էլ բախվում է ընտրություններին միջամտելու փորձ Սոցիալական ցանցերը, թվային հարթակները նոր մարտահրավերներ են ստեղծում։ Դրա օրինակները տեսել ենք Ռումինիայում, Մոլդովայում, Ֆրանսիայում էլ նման փորձ ունեցել ենք։ Այսպիսով հայ ժողովրդի համար ցանկանում ենք ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, որոշելու իրենց ապագան։ Նաեւ պատրաստ ենք դասեր քաղել հայ ժողովրդի փորձից, որը համառորեն պայքարել է հանուն իր ազատության եւ անվտանգության։ Օրինակ Լեհաստանում ունենք հատուկ գործիք անվտանգության հովանոց, որը ստեղծվել է նաև համացանցում տարածվող ապատեղեկության դեմ գոնե որոշ չափով պայքարելու համար։ Ընտրելու ազատությունը եւ քվեարկելու հնարավորությունը շատ կարեւոր են։ Նաև ահա ձեր էկրանին Եվրախորհրդարանի շենքն է, դրոշներով շրջապատված, բայց կարեւորն այն է, որ որոշ ժամանակ առաջ հենց այս շենքի դիմաց վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ բացվեց Հայոց Այբուբենի հուշարձանը։ Մենք էլ էինք այնտեղ։ Ինչու է սա կարեւոր։ Որովհետեւ կարեւոր են ձեր ինքնությունն ու մշակույթը, որոնք հարկավոր է պաշտպանել։ Իհարկե մենք նույն արժեքներն ունենք, սակայն բոլոր ազգերը, մշակույթները յուրօրինակ են, եւ մենք բաց ենք լսելու ինչն է կարեւոր ձեզ համար։ Thank you. We appreciate that.
And the EU is repeatedly Շնորհակալ եմ եւ մենք դա գնահատում ենք։ Շարունակելով, եվրոպական կողմը բազմիցս ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում վերջին ձեռքբերումները։ Ձեր գնահատմամբ ինչպիսին է Եմեն տեսնում այս գործընթացում իր դերը եւ ինչ ներդրում կարող է ունենալ։ contributions the EU may have. Of course, peace is absolutely necessary. Իհարկե, խաղաղությունը բացարձակ անհրաժեշտություն է։ Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, եւ դա ընդմիշտ կմնա իմ քաղաքական կյանքի, առհասարակ իմ կյանքի ամենակարևոր պահերից մեկը։ Այցելեցի Եռաբլուր, հենց այնտեղ իսկապես զգացի, որ Հայաստանի սպառնացող վտանգները իրական են։ Ձեր ժողովուրդը, հատկապես երիտասարդները, չափազանց բարձր գին են վճարել ադրբեջանական սարսափելի ագրեսիայի հետևանքով։ Ուստի խաղաղության համար հնարավոր ամեն ինչ անելը կենսական նշանակություն ունի Հայաստանի ապագայի համար։ Հուսով եմ Եվրամիության դիտորդական առաքելությունը, ինչպես նաև խաղաղության եվրոպական գործիքը մեր անդամ երկրների հետ ռազմական գործընկերությունը օգտակար են եղել Հայաստանի համար։ Պետք է ասեմ, որ հիացած եմ եւ բարձր եմ գնահատում խաղաղության, անվտանգության ապահովման ուղղությամբ հայ ժողովրդի Հայաստանի կառավարության կատարած աշխատանքը։ Բանակցությունները պետք է շարունակվեն։ Զուգահեռ չպետք է մոռանանք այն հրատապ խնդիրների մասին, որոնք դեռևս մնում են օրակարգում։ Խոսքը օրինակ մինչև հիմա Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին է։ Եվրամիությունը պետք է շարունակի բարձրաձայնել Ադրբեջանին ուղղված այն մեսիջը, որ մենք երբեք չենք ընդունի մարդու հիմնարար իրավունքների խախտումները, չենք ընդունի այն, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը կեղծ պատրվակներով պահվում է Ադրբեջանում։ Մենք երբեք չենք փոխի մեր դիրքորոշումը։ Այն, ինչ տեղի ունեցավ, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր, ու այդտեղ չի կարող վերջակետ դրվել։ Չենք կարող թույլ տալ, որ ուժը հաղթի իրավունքին, հատկապես երբ այդ ուժը դրսևորվում է բռնության ձևով։ Միաժամանակ կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վրա եւ աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին, չմոռանալով վերոնշյալ խնդիրների մասին։ Կարծում եմ նաեւ մեր եվրոպացիներից պատասխանատվությունն է անընդհատ բարձրաձայնել այս խնդիրները եւ պայքարել հանուն արդարության։ That's very important and we are very satisfied that this peaceful project. Ուրախ ենք, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում։ Իհարկե կան շատ պայմաններ եւ գործոններ, որոնք կարեւոր են խաղաղությունը պահպանելու համար, եւ կարծում եմ դրանցից են նաեւ միջազգային համագործակցությունն ու միջազգային ներդրումները։ Օրինակ, խաղաղության շուրջ համաձայնություններից հետո Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն այցելեց Հայաստան։ Ունեք TRIP-ի նախագիծը։ Սա շատ կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական տեսանկյունից։ Եթե նմանատիպ ավելի շատ նախագծեր լինեն, Հայաստանի կապերն աշխարհի հետ ավելի կզարգանան։ Thank you. And Շնորհակալ եմ։ Պարոնայք, Երևանում բավական հագեցած օրակարգ ունեք, որոնք են ձեր հիմնական ուղերձները հայկական կողմին։ the Armenian side. First of all, Նախ եւ առաջ կասեմ, որ ձեր ապագան ձեր ձեռքում է։ Սա ձեր ընտրությունն է։ Դուք ունեք ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն միջազգային որոշակի պաշտպանության ներքո։ Ուստի պետք է խելամիտ ընտրություն կատարենք։ Սա միակ բանն է, որ մենք կարող ենք ասել, իսկ ընտրությունը ձերն է։ Thank you and Mr. Bellamy. Well, I would say Կցանկանայի ասել, որ շատ ուժեղ կապ եմ զգում հայ ժողովրդի հետ։ Մենք մշտապես հետևում ենք ինչ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստանի հետ եւ տարածաշրջանում։ Նախկինում բազմիցս արտահայտել եմ իմ հիասթափությունը, որ եվրոպական ինստիտուտները, առաջնորդները բավականաչափ վճռական չեն եղել Հայաստանի պաշտպանության հարցում։ Սակայն ցանկանում եմ ասել հայ ժողովրդին, որ հիմա հնարավորություն ունենք։ Վերջին տարիների ջանքերի, ձեր կառավարության եւ խորհրդարանի աշխատանքի շնորհիվ այժմ եվրոպական ինստիտուտներում ավելի լավ են հասկանում Հայաստանի կարևորությունը։ Հիմա ժամանակն է զարգացնել մեր ձեռքբերումները եւ հասնել հստակ արդյունքների։ Հայաստանն էլ կարող է ներդրում ունենալ Եվրոպայի ապագայում։ Մեզ այնքան բան է միավորում։ Վստահ եմ, որ միասին պաշտպանելու ենք մեր ազատությունն ու անվտանգությունը։ Thank you, and I would also like to pass on to the international agenda. Կցանկանայի անդրադառնալ նաև միջազգային օրակարգին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը ծայրաստիճան լարված է։ Ինչպիսի դիրքավորում ունի այս հարցում եվրոպական կողմը։ Situation there and the EU, how the EU assesses this situation. of course, we have to have some conclusions because Իհարկե պետք է որոշ եզրակացություններ անենք Մերձավոր Արևելքում իրավիճակից։ Երեք հիմնական կետ կա։ Առաջինն այն է, որ մեր մայրցամաքում էլ պատերազմ է ընթանում եւ այն հարկավոր է հնարավորինս արագ ավարտել։
Երկրորդը կարծում եմ համաեվրոպական անվտանգության հարցն է, ավելի լայն իմաստով։ Օրինակ ունենք եվրոպական անվտանգության ծրագիր, եվրոպական միջոցներով պաշտպանելու առանձին երկրների սահմաններն ու անվտանգությունը։ Կարծում եմ, այս գաղափարը հարկավոր է ընդլայնել։ Երրորդը հարկավոր է սերտորեն գործակցել ամրապնդելու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարությունը, քանի որ ներկայում տեկտոնական լուրջ շարժերի ենք բախվում, այդ թվում տեղեկատվական դաշտում։ Վտանգներ կան ազգայնականներից, սեպարատիստներից եւ բոլոր նրանցից, ովքեր դեմ են խաղաղ զարգացմանը։ Well, I would say, of course, the Iranian Իրանի ռեժիմը իհարկե Եվրոպայի բարեկամը չի եղել, դա ակնհայտ է, եւ ագրեսիվ օրակարգ է վարում տարածաշրջանի տարբեր երկրներում, օրինակ Լիբանանում, փորձելով պարտադրել իր շահերը մերձավոր արևելքի շատ ժողովուրդների, բայց փաստն այն է, որ մեզ մտահոգում են ներկայիս ռազմական գործողությունների հետևանքները, որովհետեւ գիտենք ինչպես է այս անկայունությունը ահռելի ռիսկեր ստեղծում շատ երկրների համար, հատկապես Հայաստանի, հաշվի առնելով, որ ձեր երկիրը մոտ է Իրանին։ Այսպիսով, ինչ կարող է անել Եվրոպան հիմա։ Իհարկե մենք որոշում չենք կայացրել այս պատերազմի հետ կապված եւ հավանաբար այն կանգնեցնելու լծակ չունենք, սակայն պետք է փորձենք կանխել հետևանքները, հնարավորինս կայունացնել բարեկամական երկրները, օրինակ Լիբանանը, որը հիմա անմիջականորեն զգում է պատերազմի հետևանքները, կամ Հայաստանը, որպեսզի համոզվենք, որ պատերազմը որևէ բացասական ազդեցություն չի ունենա այս երկրների վրա։ Տնտեսական լուրջ խնդիրներ կան, հարկավոր է հնարավորինս արագ բացել Հորմուզի նեղուցը։ Էներգակիրների գները սարսափելի տեմպով աճում են, ինչը վնասակար ազդեցություն կունենա մեր երկրների տնտեսության եւ առևտրի վրա։ Եվս մեկ կարևոր բան հավելեմ, հարկավոր է միշտ հիշել, եթե միասին ենք, ուրեմն ուժեղ ենք։ And as you've mentioned, Russian-Ukrainian war is ongoing. The Washington is mediating the negotiations. Շարունակվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, բանակցությունները միջնորդում է Վաշինգտոնը։ Եվրոպան կարծես դուրս է մնացել այս գործընթացից։ ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններն էլ Թրամփի նախագահության օրոք բավականին լարված են։ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար։ Այս ֆոնին ինչ քայլեր է ձեռնարկում Եվրամիությունն իր, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում։ What steps is the EU taking to ensure its own security and the security of the Ukraine? That I said before, this is the SAFE program. Ինչպես արդեն ասացի, առաջնահերթ կարևորություն ունի անվտանգության ծրագիրը։ Դրա շրջանակում անվտանգության համար միլիարդներ են հատկացվում, հզորացվում են բանակները։ Թույլ տվեք չհամաձայնել, որ համաձայնագրի հասնելու հարցում եվրոպական համայնքի դերը սահմանափակ է։ Առանց եվրոպացիների այս պատերազմը չի ավարտվի, սակայն մենք չենք ցանկանում պարգևատրել ագրեսիան։ Հենց դրա համար էլ աջակցում ենք Ուկրաինային հասնելու խաղաղության, ինչպես նաև ամրապնդելու մեր հարաբերությունները։ Mr. Bellamy. Well, you're on the long term, you're right. Երկարաժամկետ հեռանկարում դուք ճիշտ եք, հստակ խնդիր ունենք ինքնուրույն վերակառուցելու Եվրոպայի անվտանգությունը։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի հետ դաշինքը Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխիքն էր։ Մենք հասկանում ենք, երբ նախագահ Թրամփը ասում է, որ եվրոպացիները պետք է ավելի շատ հոգ տանեն իրենց սեփական անվտանգության մասին։ Այժմ հենց դրանով էլ զբաղվում ենք, աշխատում ենք հզորացնել մեր ռազմական ներուժը։ Առանձին երկրներ սկսել են ավելի շատ ծախսել պաշտպանության ոլորտի վրա, անհրաժեշտության դեպքում պաշտպանելու Եվրոպայի անվտանգությունը։ Նաև ցանկանում ենք համոզված լինել, որ ագրեսիան երբեք չի խրախուսվի, ինչպես ասաց Անջեյը։ Ու ես համոզված եմ, որ եթե Եվրոպան ավելի ուժեղ լիներ 2020-ին, երբ Հայաստանը ենթարկվեց հարձակման, հնարավոր է կանխվեին նաև հետագա ագրեսիվ պատերազմները։ Սակայն թուլության եւ լռության տպավորությունը, որ թողեց Եվրոպան, հանգեցրեց այդ թվում այն իրավիճակին, որը հիմա ունենք Ուկրաինայում։ Այնպես որ ռազմական կարողությունները ուժեղացնելուց բացի մենք պետք է նաև վճռականորեն պաշտպանենք միջազգային իրավունքը, միջազգայինորեն ճանաչված սահմանները։ Մենք պետք է թույլ չտանք, որ բռնությունը հաղթի։ Նույնիսկ եթե բարդ խնդիրներ են ի հայտ գալիս, դրանք պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Պարոնայք, շնորհակալ եմ այս հնարավորության եւ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, լավագույն մաղթանքները։ Thank you too. Մեր հյուրերն էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Անջի Հալիցկին եւ Ֆրանսուଆ Քսավիե Բելամին։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։